Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Երևանի հետ կապված պետք է ասեմ, որ ձեր հանձնարարությամբ մենք նախորդ տարվանից արդեն Երևանում փողոցներ ենք հիմնանորոգել եւ նորոգել Կորեայի ձորի 1 կիլոմետրանոց հատվածը, որը նախորդ տարի հանձնվել է շահագործման, Արգավանդի Խաչմերուկից դեպի Զվարթնոց օդանավակայան գնացող 6 կիլոմետրանոց հատվածը եւ M1 միջպետական մայրուղուց դեպի աշտարակից, այսինքն դեպի Երևան եկող հատվածը մենք այս 3 հատվածները նորոգել եւ հիմնանորոգել ենք նախորդ տարի։ Այս տարի արդեն սկսել ենք Իսակովի պողոտայի նորոգման աշխատանքները, միջին նորոգումը նախատեսված եղանակով պայմանավորված մենք ամենայն հավանականությամբ այսօր երեկոյան կամ վաղը այնտեղ կսկսենք նաև ասֆալտապատման աշխատանքները եւ նախնական ձեզ զեկուցված ժամկետում դա մինչեւ ապրիլի 25-ը մենք այդ ճանապարհը կբերենք ամբողջովին նորոգված տեսքի։ Դրանից հետո կանցնենք Առնջից դեպի Երևանից դեպի Առնջ Աճարյան փողոցով գնացող հատվածի նորոգմանը, սա եւս մեր ցանկում կա եւ նաեւ ջրվեժ գնացող դեպի Բագրևանդի Խաչմերուկին զուգահեռ Թևոսյան փողոցի այնտեղ հիմնանորոգման աշխատանքներ կունենանք։ Քաղաքապետարանի գործընկերների հետ ձեր հանձնարարությամբ աշխատում ենք միասնական ստանդարտ ունենալու ուղղությամբ։ Այսինքն մեր բոլոր կառուցված ճանապարհները այսուհետև լինեն դրանք Երևանի բյուջեի պատվերով, թե պետական բյուջեով, անկախ պատվիրատուից նույն տրամաբանության մեջ լաբորատոր փորձարկումների կենթարկենք։ Այս ճանապարհների որակի հետ կապված մենք բարելավումներ ունենք, բայց շարունակում է մեզ համար խնդիր մնալ բիտումի որակը, էկոնոմիկայի նախարարության եւ ՊԵԿ-ի գործընկերների հետ շարունակում ենք սահմանում խիստ վերահսկողություն սահմանել բիտումի հետ կապված եւ պիտի ասեմ, որ միջինը 10 մեքենայից վերջին ընթացքում 1 կամ 2-ն է հատել Հայաստանի սահմանը, մնացած 8-ը հետ են վերադարձվել։ Այսպիսի տասնյակ, արդեն մի քանի տասնյակ այսպիսի դեպքեր ունենք արձանագրված, որտեղ լաբորատոր փորձարկումների տրամաբանության մեջ ենք փոփոխություն իրականացել եւ հիմա շատ ավելի խիստ ենք այս մասը կազմակերպում։ Սա իհարկե ամբողջությամբ դրական կարանք ներկայացնենք, բայց մի խնդրահարույց բան կա, որը մեծ հաշվով այդքան էլ խնդրահարույց չի, էականորեն կբարձրանան, կկրճատվեն մրցույթային գործընթացի արդյունքում ունեցած խնայողությունները։ Հիմա եթե նախորդ տարիներին օրինակ միջինը 40% մրցույթի մասնակիցները ճանապարհի համար ավելի պակաս գինեին առաջարկում, քան նախագծանախաշվային փաստաթղթերի արժեքներ, հիմա արդեն ունենք 20% եւ նախորդ տարվա մրցույթների թոփ հաղթողները այս տարի արդեն այլևս թոփ հաղթողներ չեն։ Կազմակերպություններ կային, որոնք նախորդ տարի իրականացել են Հայաստանի ճանապարհաշինական աշխատանքի 30, 40, նույնիսկ 50%-ը, այս տարի իրանք հիմա տատանվում է ընդհանուր կայացած մրցույթների 10-ից 12%-ի շրջանակում են կապված։ Պարոն վարչապետ, անորակ աշխատանքի չընդունման հետ կապված է հիմնականում դա։ Այսինքն մենք դա արձանագրենք էլի, որ անորակ աշխատանքը մենք չենք ընդունում։ Պարոն վարչապետ, որտեվ մեկ շահարկվում է, որ ասֆալտը կա տեղում, նույնիսկ կարող է գծանմշումարված լինի, բայց մենք անորակ աշխատանքի համար փող չենք տալիս։ Հիմնականում իհարկե կարան լինեն առանձին դեպքեր, որ որակի հետ կապված խնդիրներն ավելի ուշ ենք հայտնաբերում, բայց ընդհանուր առմամբ սկզբունքը դա է։ Մենք նախորդ տարի մոտավորապես 30 կիլոմետր շինարարների միջոցների հաշվին դրանից առաջ կառուցված աշխատանքների քանդման աշխատանքներ եւ նոր կառուցման աշխատանքներ ենք իրականացրել 2025-ին ցավոք սրտի կամ բարեբախտաբար այդ թիվը ավելի մեծ է լինելու։ Առաջիկայում ես հանձնարարել եմ քանդել մի ճանապարհ, որով մենք անցել ենք եւ այդ ճանապարհը նույնիսկ քաղաքացիների տպավորությամբ ինքը լավ ճանապարհ է, բայց մենք այդ ճանապարհի որակից դժգոհ ենք եւ ամբողջ 20 կիլոմետրանոց ճանապարհը նորից քանդել ենք տալու։ Պարոն Վարդանյանի հետ քաղաքաշինության կոմիտեի անձամբ ենք այցելել եւ համալսարանի լաբորատորիան եւ ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիան աշխատել են այդտեղ մեր ներկայությամբ։ Պատկերը ոչինչ ոչ քաղաքաշինության կոմիտեի նախագահին չի գոհացրել եւ մենք այդ ճանապարհը քանդելու ենք։ Դա ենթադրում է, որ շինարարը այդ աշխատանքի հետ կապված ընդհանուր ունենալու է մոտավորապես 500 միլիոն դրամի կորուստ, բայց կարծում դա այն արժեքն է, որ իրանք պետք է վճարեն անորակ աշխատանք իրականացնելու համար։ Մենք ճանապարհը այսօր կարա լավ լինի, բայց մենք պետքա ճանապարհը լավ լինի իր շահագործման ողջ ժամկետում։ Ոչ թե մի ամիս լավն լինի, մի ամսից հետո սկսի մեր աչքի առաջ քայքայվել ու մենք չիմանանք ինչ անենք։ Պարոն վարչապետ, որոշակի աղմուկ կբարձրանա, այդ թվում նաև լրատվամիջոցներով, կարծում եմ, որտեղ լրատվամիջոցները հիմա
արդեն մենք հետեւյալ տենդենսն ենք նկատում, որ քարոզարշավին ընդառաջ իրանք չընդունված ճանապարհները գնում լուսանկարում եւ տպավորություն են ստեղծում, թե ճանապարհները մենք ընդունել ենք։ Բազմաթիվ կան այդպիսի դեպքեր, որոնք այո ճանապարհակառուցվել նախորդ տարիներին, այո խնդրահարույց ա եղել, բայց մենք այդ ճանապարհները չենք ընդունել, այդ ճանապարհների համար չենք վճարել, բայց հիմա այդ ճանապարհները նկարվում եւ ներկայացնում են որպես կառուցված եւ քանդման process-ում գտնվող աշխատանքներ։ Պետք է խնդրեմ, որ մեր հանրությունը սրան էլ պատրաստ լինի, մենք անընդհատ ամենօրյա ռեժիմով մոնիտորինգի ենք ենթարկում ճանապարհները եւ վատ արած աշխատանքը առաջին հերթին նկատում են ճանապարհային դեպարտամենտի գործընկերները, մարզպետները, համայնքները, նախարարությունը, մենք առավել քան շահագրգիռ ենք այս մասով եւ այն հատվածներում, որտեղ եւ նախորդ տարիներին ենք պատճառել անհարմարություն շինարարության հետ կապված եւ այս տարի քանդել կտանք, պիտի խնդրեմ, որ այդ հատվածներում մեզ բնակիչները ըմբռնումով մոտենան, մինչեւ ամբողջությամբ կարողանանք դաշտը վերել որակի մի ստանդարտի։ Պարոն Խուդացյան, ես էլ այդ խոսակցության ժամանակ պատմել եմ, այդ խոսակցության մասին պատմել եմ կառավարության նիստում, կարծեմ ձեր պաշտոնավարման մի տարին երբ որ լրացել էր, մենք աշխատանքային հանդիպում ենք ունենում, դուք հարց տվեք, ասիկ մի տարվա արդյունք, այսինքն ասում եք, խոսում էինք ընդհանուր եւ հարց տվեցիք, թե ինչն է, որ առավել մեծ ուշադրություն եմ ես ակնկալում, ես ասել եմ, որակի հարցում կոմպրոմիս չի կարա լինի, վերջ։ Մի կիլոմետրա, 2 կիլոմետրա 10-ա թե 20-ա, որակի ստանդարտին չի համապատասխանում, այո, պետքա քանդվի, նորից սարքվի։ Այդտեղ չկա երկրորդ կարծիք։ Ընդ որում սա չի վերաբերվում միայն ճանապարհներին։ Մենք այսօր ցավոք մենք խոշոր բաներ ենք ունեցել։ Հիմա նույն չենք բարձրաձայնում, բայց նույն Գյումրիում Արտուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարությունը, որ ձգձգվում է, ի՞նչն է եղել պատճառը։ Այնտեղ ամբողջական շինարարական կտորներ, ուղղակի մենք քանդել ենք տվել, ասել ենք նորից պետքա սարքեք։ Իհարկե շինարարը փոխվել է, չէ՞, այնտեղի։ Եվ այսպիսի դեպքեր բազմաթիվ են, որ թվում է թե կառուցված է շենքը, բայց մասնագետները գնում են արձանագրում են որակի խնդրեմը ու թույլ չեն տալիս շտկումներ անել, տենց ինչ որ մակիաժով հարցը լուծել։ Քանդել նորից սարքել, այն ստանդարտով, ին ստանդարտը մեր պայմանագրի մեջ գրած է։ Եվ պետքա գնանք այդ ճանապարհը, որ շուկան փոխվի։ Հակառակ դեպքում ամեն անգամ ասենք լավ դե լավ այսքան գործ արված է դե հիմա մենք էլ մեզ էլ էսա ասելու են բա խոստացակ ինչ եղավ, բա խոստացակ ինչ եղավ։ Ոչ, ոչինչ։ Մենք խոստացել ենք միաժամանակ նաև պատշաճ որակով աշխատանք։ Եվ այդ գործելակերպը միանշանակ պետքա շարունակենք, որովհետև արդեն այս նորություն չի, այս մեր պահանջը եւ ել եմ ասում տնտեսության արդիականացման ծրագրով բազմաթիվ ծրագրով մենք ընկերություններին աջակցում ենք, որ իրանք ունենանք ժամանակակից տեխնիկա, ժամանակակից հնարավորություններ եւ այլն, որ իրանք աշխատանքը պատշաճ մակարդակով անեն։ Խնդրեմ, պարոն։